Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շաբաթը ոչ մի անգամ կարելի է մսով ճաշ շուտել եւ լինել ավելի բարեկեցիկ համայնքում, համաձայն եք։ Ծված եղանի ուտի։ Նրա հիմարությունները արդեն ես չեմ լսում։ Անկիրթ, տգետ մարդու ասածը չեմ ընդունում։ Ինչի նկատի ունի այս խոսքը։ Չգիտեմ, ես դա չեմ Մսով լսել։ ճաշ շուտի ժողովուրդը, որ ավելի բարեկեցիկ համայնքում, հա։ Հա, ինքը չի կերել կյանքում։ Հիմա նոր ուտում է դրա համար, հա։ Ոնց որ ասեց գյուղացիները ջուր չունեն, որտեղ երևանցիները ատամ են լվանում։ Դրա համար ինքը ատամները չի լվանում։ Ինչ նկատի ունի այս խոսքով։ Իրեն հարցրեք։ Առողջության համար լավ է։ Մսով ճաշը։ Չէ, առանց միս ուտելու։ Թող ինքը չուտվի մսով ճաշ։ Համաձայն չեմ, որովհետև կարելի է համ նա անել, այսինքն լինել բարեկեցիկ ու նաև մսով ճաշ ուտել։ Իսկ ինչի նկատի ունի սա ասելով Փաշինյանը։ Չգիտեմ, Փաշինյանը շատ է ինչ-որ ավելի ենթատեքստերով է խոսում ու անձամբ ես չեմ կարողանում ասել, թե կոնկրետ որ խոսքի մեջ ինչ է նկատի ունի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շաբաթը ոչ մի անգամ կարելի է մսով ճաշ շուտել եւ լինել շատ ավելի բարեկեցիկ համայնքում, համաձայն եք։ Իհարկե, հնարավոր է։ Ինչքան քիչ ուտեն, այդքան ավելի լավ։ Բուսականությունը ավելի հարմար է օրգանիզմի համար։ Ոչ։ Մի խոսացրեք։ Ես ընդրապես հնարավորություն չունեմ, որ մեզ առնեմ, տարին երկու անգամ առնեմ, չառնեմ, նոր տարուց նոր տարի, մեկ էլ ծնունդից, միշտ տարանց մսով եմ։ Շնորհակալություն քաղաքականություն։ Ես եթե լրիվ նախադասություն լսեմ, կամ կկիսեմ, կամ չէ։ Հատվածներով չեմ կարող։ Այո, համաձայն եմ։ Ուտելով չեն ապրում մարդիկ, որ ասեմ ուտելով են ապրում, այլ ապրում են Աստծո խոսքով։ Մենք պետք է ապրենք Աստծո պատվիրանքներով, երկրպագենք մեր Տիրոջը, ապրենք ճիշտ կյանքով, հարգենք մեր մերձավորներին, նախարարներին, մեր դատավորներին, հարգենք միմյանց, որպեսզի կարողանանք ապրենք խաղաղությամբ, երջանիկ, սիրով, ամեն մեկը սիրի իր սիրած էակին, ամեն մեկը սիրի իր կողակիցին, ոչ տեստեբողաբար ասի արի սիրենք իրար, քավլիցի, ես դեմ եմ։ Եվան եւ Ադամ Աստծո կամքով պետք է միավորվեն։ Իսկ զորով սեր երբեք չի լինի։ Ես ուզում եմ մի հատ բանաստեղծություն նվիրեմ մեր բոլոր հայ ժողովրդին։ Նվիրեք։ Ստոր ապրելը ատել եմ կյանքում, թեկուզ դա լինի սիրո մեծ հարցում։ Կեղտավոր խոսքից հոգիս է ճնշվում, ես արդար եւ վեհ մարդկանց եմ սիրում։ Ատում եմ նաեւ հպարտ սրտերին, որոնք գերելու համար են հպարտ, եւ ցանկանում եմ բոլոր աշխարհին ապրել ուղղամիտ եւ լինել արդար։ Բոլորին ցանկանում եմ սեր։ Նախանդությունը գալիս է չսիրելուց, տգիտությունից, ովքեր տխմար են, չեն հասկանում սեր ինչ բան է։ Սերը փոխարինում են ստորության հետ, անզգանության հետ, աղջիկներին ուզում են ստորացնել իրանց կեղտոտ զգացմունքների համար, այսքան է։